ձեր անձերու վրա մի աբավինիք, այլ ձեր հույսը դրեք Աստուծո վրա, որ հարություն կշնորհե մերյալներուն։ Սիրելի բարեբաշտ հայրենիք, Քրիստոսի Սուրբ Հարության դոնի նախընթացին Բողոս Արաքյալի պատգամը իրոք կպատշաճի որդեգրել որպես ուղեկցող խորհուրդ, որովհետև անդրադարձ կունենանք այն ճշմարտության, որ Աստված է գրվանը մեր կյանքին, որուն ապավինած մարդը իր մեջ կգտնե աստվածային զորությունը դեպի մերելություն ընթացող կյանքը վերափոխելու դեպի արթնություն։ Արաքյալը փաստորեն գաստարարե մեզ, որ մեր անձերում մեջ չտեսնենք կյանքի ապահովությունը, այլև Աստուծո մեջ փնտրենք եւ գտնենք ապաստանը, ապահովակրումը կյանքին, որովհետև Աստված մեզ գարաշտորթե դեպի լույս եւ առավել կյանք։ Մեր կյանքի ապահովակրությունը երաշխավորված է Քրիստոսի հետ հոգևոր ճանապարհորդությամբ։ Քրիստոս իր երկրավոր առաքելությամբ արդարև մեզի բարձրացնե դեպի Աստված եւ իր հրաշալի հարության լույսի ու հույսի բրիսմագին մեջեն առավել խորությամբ կընդունենք իր քարոզած ավետարանին ճշմարիտ իմաստը, որպես կյանքի մեջ կյանք ներարգո հավիտենականության խորհուրդը։ Զադիգով մեր կյանքը կթևակողե նոր կյանքի ճանապարհորդությունը։ Մեծ պահքի հոգևոր ճանապարհը մեզ կբերե մինչև ավակ շաբաթ եւ վերջապես զադիկ հարության տոնը։ Եվ եթե մենք մեզի դված էինք պատեհությունը նախապատրաստվելու հարության տոնին, ապա հարյուրապատիկ իմաստով ուրախություն կհաստատվի մեր հոգևոր էությանը մեջ, զորս բարերով կարելի չէ բացատրել, քանզի այդ ապրում է եւ դրսևորում մեր հավատքի կյանքին։ Ինչպես կզգանք մեր ֆիզիկականի քաղցը, ապա այդպես ալ կզգանք քաղցը հոգևորին։ Ինձ համար այդ քաղցի հագեցումը Աստծո ներկայությունն է։ Սուրբ Հարության տոնը յուրաքանչյուրիս հոգևոր կյանքի վերածնունդն է։ Յուրաքանչյուրս մեր էության մեջ կզգանք հաղթանակը փորձության վրա։ Սուրբ Հարության տոնը ընտանիքի կյանքի մեջ եւ առասարակ համայնքի կյանքի մեջ արտության հրավեր է, որում բարդ ենք պատասխանել քաջությամբ, համարձակությամբ եւ առավելաբար հավատքով։ Երանելի է այն մարդը, որ հոգու աչքերով ու հավատքով զորացած Քրիստոսի հարությունը գիտե դարձնել հայելին իր ներքին աշխարհին, հոն հավիտենապես արմատավորելու հարության խորհուրդը։ Յուրաքանչյուր մարդ եւ որպես քրիստոնյաներ մեր մեջ կգրենք աստվածայինի ջարակայթումը խորապես ըմբռնելու համար կյանքը իր ողջ էությամբ։ Սուրբ Հարության խորհուրդով ապրող մարդը անգասկած երախտաբարդ է Աստուծո իրեն շնորհած կյանքին համար։ Սուրբ Հարության խորհուրդով ներշնչված մարդը իր մեջ կգտնե գրվանը, հաղթելու չարին եւ վերաբերելու կյանքը Աստուծո սիրով։ Սուրբ Հարության խորհուրդը դեպի հավիտենականություն առաջնորդող ոգին է, որում մշտապես ծարավի է մարդկությունը, հավասիկ այս ոգով ապրիլ կյանքը կբացատրե մարդկության, փրկության եւ հավիտենական կյանքի ժառանգության ճշմարիտ դոնախմբությունը։
Քրիստոս հարյավի մերելոց, օրհնյալ է հարությունն Քրիստոսի։ Սիրելի բարեբաշտ հայրդիկ, ձեզ գմախտենք օրհնյալ զադիկ, ապրեցեք Սուրբ Հարության խորհրդով, նորոգեք ձեր կյանքը Քրիստոսի ներկայությամբ, հույսով լեցվեցեք և հավատքով հարուստ ճանապարհորդություն ունեցեք Աստծո կողմից ձեզ դրված կյանքը իմաստավորելու համար Սուրբ Հոգու շնորհներով այժմ և միշտ և ավիտյանս ավիտենից ամեն։